Բաքվի զինվորական դատարանում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների դեմ հարուցված բազմահատոր քրեական գործերի քննությունը։ Նիստերն անցկացվել են դռնփակ, առանց անկախ լրատվամիջոցների և միջազգային կազմակերպությունների ներկայության։ Բաքուն 15 հայ գործիչների, այդ թվում Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանին, Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին մեղադրում է խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ցեղասպանության, ահաբեկության, իշխանության բռնի զավթման և այլ ծանր հանցագործությունների համար։ Ըստ ադրբեջանական աղբյուրների, դատական նիստերին անցկացվել են մեղադրյալների մասնակցությամբ, յուրաքանչյուրին տրամադրվել են թարգմանիչներ և պաշտպաններ։ Դատական դահլիճում ներկա են եղել նաև տուժողներից մի քանիսը, նրանց իրավահաջորդները և պետական մեղադրող դատախազները։ Վերջին նիստի մեկնարկին Լևոն Մնացականյանի պաշտպան Օկտայ Մադաթովը դիմել է դատարանին, խնդրելով հնարավորություն տալ հանդիպել իր պաշտպանյալի հետ ընդմիջման ընթացքում։ Դատավորն ընդունել է միջնորդությունը, նշելով, որ համապատասխան պայմաններ կստեղծվեն։ Այնուհետև մեղադրյալ Դավիթ Մանուկյանը միջնորդություն է ներկայացրել, հայտարարելով, որ համաձայն չէ իրեն վերագրվող հանցագործությունների որոշ դրվագների հետ։ Նա պահանջել է հանել հանցավոր կազմակերպություն ստեղծելու մեղադրանքը և իր գործը առանձին վարույթով քննել։ Սակայն պետական մեղադրող Ֆուադ Մուսայևը նշել է, որ ապացույցների գնահատման փուլը դեռ չի սկսվել և միջնորդությունը դատարանը մերժել է անհիմն լինելու պատճառով։ Դատավարության ընթացքում պաշտպանները պարբերաբար բարձրաձայնել են գաղտնի հանդիպումների և լրացուցիչ փաստաթղթերի կցման հարցեր։ Մասնավորապես Լևոն Մնացականյանի պաշտպանը հայտարարել է, որ որպես ապացույց դատարանին է ներկայացրել իր անձնական արխիվից մի շարք փաստաթղթեր։ Նիստին կողմերը հայտնել են, որ դատական քննության փուլն ավարտված է և դատախազները գոհ են քննության ընթացքում ներկայացված ապացույցներից։ Պետական մեղադրանքը պաշտպանող գլխավոր դատախազի օգնական Վյուսալ Ալիևը դատարանից խնդրել է ժամանակ մինչև նոյեմբերի 3-ը։ Դատարանը համաձայնել է և որոշել է, որ հաջորդ նիստում կսկսվեն կողմերի եզրափակիչ ելույթները։ Ավելի վաղ նիստերին ադրբեջանցի մեղադրող Վյուսալ Աբդուլլայևը հարցեր էր ուղղել Արայիկ Հարությունյանին, փորձելով կապել Արցախի իշխանություններին Հայաստանի պետական կառույցների հետ։ Նա մասնավորապես հետաքրքրվել էր, թե ինչու է Հարությունյանի ծննդյան վկայականում նշված Ստեփանակերտ, ադրբեջանական ԽՍՀ, իսկ անձնագրում Հայաստանի ԽՍՀ։ Մեղադրողը հարցրել էր, արդյոք դա նշանակում է, որ Հայաստանը Ղարաբաղը համարում է իր տարածքը։ Հարությունյանը պատասխանել էր, որ այդ հարցը երբեք չի քննարկվել Հայաստանի իրավասու մարմինների հետ։ Բացի այդ, դատարանում քննության է առնվել նաև Սարդարապատում 2020 թվականի օգոստոսի 28-ին տեղի ունեցած պարգևատրման արարողության տեսանյութը, որին մասնակցել էին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչները և Արայիկ Հարությունյանը։ Մեղադրող կողմը փորձել է այդ դրվագը կապել Տավուշյան մարտերի հետ, նշելով, որ դա Հայաստանի և Արցախի ռազմական գործակցության ապացույցն է։ Հարությունյանը նշել է, որ նման միջոցառումներին Արցախի պաշտոնյաները մշտապես հրավիրվում էին որպես գործընկեր կառույցի ներկայացուցիչներ։ Ըստ ադրբեջանական կողմի ներկայացրած նյութերի, մեղադրյալներին վերագրվում են հանցագործություններ Ադրբեջանի դեմ պատերազմ իրականացնելու, ցեղասպանություն կազմակերպելու, ահաբեկություն իրականացնելու, իշխանությունը բռնի զավթելու և բազմաթիվ այլ արարքների համար։ Ադրբեջանը պնդում է, թե այս հանցագործությունները կատարվել են Հայաստանի և Արցախի ղեկավարների, այդ թվում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի, Սեյրան Օհանյանի, Սամվել Բաբայանի, Վիտալի Բալասանյանի և այլոց ուղղակի կամ անուղղակի մասնակցությամբ։ Հատկանշական է, որ Բաքվում ընթացող դատավարությունը շարունակվում է առանց միջազգային դիտորդների ներկայության, ինչը մտահոգություն է առաջացրել հայկական և միջազգային իրավապաշտպան շրջանակներում։ Ավելին, սեպտեմբերին Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումից հետո այնտեղ պահվող 23 հայ գերիները գտնվում են լիակատար մեկուսացման մեջ։ Նրանց առողջական վիճակի, պահման պայմանների և անվտանգության վերաբերյալ որևէ վստահելի տեղեկատվություն ընտանիքներին չի հասնում։ Բաքվի զինվորական դատարանում հաջորդ նիստը հրավիրվել է նոյեմբերի 3-ին, որի ժամանակ մեղադրող կողմը կներկայացնի իր եզրափակիչ ճառը։ Դրանից հետո կսկսվեն պաշտոնական ելույթները և հնարավոր է դատավճռի հրապարակման փուլը։ Այս պահին միակ չավարտված դատավարությունը մնում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը, որի լսումները շարունակվում են առանձին վարույթում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։